ծով չունենք։ Հիմա այս պահին ցամաքային երկու պետությունից ունենք Հայաստան եկող ցամաքային ճանապարհ՝ Վրաստան եւ Իրան, այսինքն եւս մեկ ճանապարհի արկայությունը կախվածության ավելացում է, թե թուլացում։ Կախվածության թուլացում է։ Այնց չէ, որ այն երկու ճանապարհները փակվում են, այս մեկն է բացվում։ Այն երկու ճանապարհը մնում է, ավելանում է երրորդ ճանապարհը։ Եթե Թուրքիայի սահմանը բացվի, կլինի արդեն չորրորդ ճանապարհը։ Հիմա ո՞նց է ստացվում, որ երկու ճանապարհի հետ համեմատած 3 ճանապարհը ավելի շատ կախվածություն է։ Ինչքան շատ այլընտրանք ունես, այնքան շատ ազատություն ունես։ Այդտենց չի։ Այդտենց է։ Բայց ուրիշ բան չեն ասում։ Բա այդ նույն հաջողությամբ, եթե Հայաստանի տարածքով մի բան գնա, Ադրբեջան, բա դա ինչի հաշվի չեն առնում։ Ուրեմն դա էլ կլինի, որ իրանք են կախվածության մեջ ընկել Հայաստան։ Այսինքն էս է մեր աշխարհագրությունը, ինչ են առաջարկում։ Առաջարկում են չօգտագործել այդ ճանապարհը։ Բա հիմա եթե Ղազախստանից մենք ցորեն ենք գնել, բա ոնց բերենք այդ ցորենը։ Պտտենք ամբողջ աշխարհով, հա, ասենք պտտենք Ռուսաստանով բերենք կամ պտտենք Իրանով բերենք, առաջարկը ո՞րն է, էլի։ Թե Ղազախստանից, թե իրանց մտքում առաջարկներն է, որ Ղազախստանից ցորեն մի առեք, միայն Ռուսաստանից առեք ցորեն։ Դա իրանց ասածը։